Եկեղեցու դեմ պայքարը շարունակվում է եւ բոլոր հնարավոր միջոցներով, հնարավոր հարթակներում փորձում են ԿՊՀ-ականները վարկաբեկել եկեղեցուն եւ վեհապարի միջոցով կամ բոլոր են սրբազանների միջոցով սրբազանների հետ կապված որոնք աջակցում են հայ առաքելական եկեղեցուն փորձում են դրանց միջոցով վարկաբեկելով իրանց վարկաբեկել նաև եկեղեցու ամբողջ գործունեությունը վարկաբեկելով պատմությունը խեղաթյուրելով պատմությունը եւ պատահական չի անդադ խոսել պատմության մասին որ պատմությունը իբր թե կեղծա պատմություն ենք անել, տենց փառահեղ չի բան եւ այլ այս տեսակի խոսակցությունները որ տարվում են, դա տարվում է մի նպատակով, որովհետեւ ինչ որ պատմական փաստերի մասին խոսել, որը հիմա շատ դժվար է, կամ ամեն դեպքում ավելի դժվար է ապացուցել, քան մոտակա ժամանակներում եղածը, փորձում են խեղաթյուրել մարդկանց մեջ եւ շատ վտանգավոր որ դա հանում են նաեւ արտաքին աշխարհ եւ այնտեղ են դա ներկայացնում ամբողջ աշխարհը գիտի որ հայերը առաջի քրիստոնեությունը պետականորեն ընդունած ազգն են որ հայերը հավատացյալ ժողովուրդ են որ հայերը հանուն քրիստոնեության գնացել են մեծ զոհողությունների այդ թվում նաեւ ցեղասպանության են ենթարկվել հենց այդ հիմնական պատճառներից մեկը դա է եղել բայց երբեք չեն դավաճանել խաչին, միշտ հավատարիմ են մնացել քրիստոնեությանը, հիմա հայտնվել է մեկը, որ եկել է ասում որ դա տենց չի,